Միջև դերասան դառնալ ես արդեն դերձակ էի, կարել եմ 6-րդ դասարանից։ Ինչից եք սկսել։ Ուրեմն այսպես ես ինձանից մեծ եղբայրներ ունեմ, ով այն ժամանակ նորմալ էր, ասենք մեծ աղբոր շորերը հագնեին։ Ես էլ չէի հաշտվում դրա հետ, որ պետք է բան անեմ, մի օր տանը մի հատ կտոր գտա, այն ժամանակ նվեր էին տալի կտորներ բան։ Նստեցի վրան, գծել քաշեցի, ասեմ, որ մամաս դերձակ է, ասենք, աշխատում էր Անավերդու կարի ֆաբրիկայում գլխավոր լաբորանտն էր։ Գծել քաշեցի, երկու տեղ նստեցի, այդ դրանցները, կտրածները իրար վրա դրեցի, կարեցի ու հակով ման եկալի այսպես։ Բայց դա ինձ հիանալի բան էր, որ ես իմ կարածը հակել եմ, մաման եկարտուն, այ բան ասեց, ափսոս չի կտորը գոյնա կսպասեի, գայք բացատրեի, էլի, այ մամասի, որ ասել դեի, հորքուր ասել դեր այդ կտորն ափսոսա կամ այդ կտորը բանին պետք է շոր պտի կարեմ կամ ես ինչ դրան այլ արել եմ։ Դա ասեմ լավ բան է, մեկը նկարչությունը, ես այդ ժամանակ նկարչական էի գնում, սավ լավ ես գծագրությունից բան, այսպիսի հին շալվարներից այդ որը որ դուր էդ գալիս է, որ հակի չի լում կամ արդեն մաշվել է, նրանք քանդում ես բոլոր կարերից, բոլոր կարերում ցույց տվեց որտեղ ինչ գից քաշեմ, ոնց սանտիները բաժանեմ ու ասա նույնատիպ դնում ես ուրիշ կտորի վրա, այս գծերը քաշում ես ու այդ սանտիները տեղադրում ես, ասենք մի փոքր քո չափից ավելացնելով։ Ու դե սկսեցի գծագիր անել, ու ստացվեց որ ընտիր շալվար դառավ ու հագել էի ոնց են ասում են Ясамբոգ, ясамցար, ասենք այդ մի շալվարը հագել ու սենց արած գնում էի Դուք գոհ եք էլի ձեր աշխատանքից։ Անչափ, ոչ թե գոհ էի, ես հագել էի իմ ստեղծագործությունը ու ուրիշ ոչ մեկը դրանից չուներ, մենակ ես ունեի, լավ հիշում եմ, շատ մուկ, այն որ շատ վատ հանջում, արյունը լարդացած ալամ սևաբուրդոյ, այդ գույնի կտոր էր, ու այդ ոչ մեկը չուներ, այդ ժամանակ էլ դպրոց են գնում, չգիտեմ կհիշես, թե չէ մուկ կապույտ դպրոցական ֆորմաներ կար։ Այդ ֆորմեկով ես մեջների ծաղիկ էի։ Դուք կարմիր, բոլորը կապույտ։ Ու կարմիր չէ, այդ մախագոն է կոչվում իմ հայգույնն էլի։ Ինձ հագել էի։ Ու այդ ուրախությունս կարճ տևեց մինչև դպրոցի դուռը։ Դասերս հետ հերգես տեխնաշալվար հագի արի։ Բայց ասիկ որ դա ձեր ձեռքով ասեց ես որտեղից ես ինչ լավնա շնորհավորնի մաման ա կարել ասի չէ ես եմ կարել վայ ապրին բալիկը բայց վազելով գնում ես տուն առաջի ժամանակ ֆիզկուլտուրայով գնում ես տուն փոխվում ես ու գալիս ես Բարի օր, բարի գալուստ Վանաձոր, ես այսօր այս հրաշալի մարդկանց, ջերմ մարդկանց քաղաքում եմ ու հյուր եմ եկել Դերձակ Կարապետին կամ ինչպես շատերը նրան ճանաչում են պարզապես Կարենին, նա գիտի բոլոր հաճախորդներին և նրանց ցանկությունները կատարում է ինչպես նրանք են ուզում, գեղեցկացնում է նրանց արտաքին տեսքը, ամենակարևորը թատրոնից մինչև նկարչություն, նկարչությունից մինչև արտել, մինչև Դերձակի կարի մեքենա, մի խոսքով նրա հետաքրքիր ճանապարհի մասին այսօր հենց ինքը կպատմի մեզ, առաջին ձեռքից ինչպես ասում են, մի խոսքով բաժանորդագրվեք YouTube-ի ալիքին, Telegram-ի Վոլոդիա Հովսեփյան ալիքին, Instagram-ին, գրեք ջեր մեկնաբանություններ, հավանեք, կիսվեք, տարածեք հաղորդումները և անպայման հավանեք, գնացինք առաջ։ Բա ոնց հայտնվեցիք թատրոնում։ Միջև այդ ես պարում էի, ասենք չափից դուրս շատ եմ սիրել պարը, պարը եղել է իմ հիվանդությունը, ես սենց ասեմ, պարով շնչում էի, մեզ մոտ բացվեց ինքնագործքում, ստեղ Վանաձորից գալիս էր Դերթյան Լյովան և Աբրահամյան Լյովաները, ստեղ իրանք նոր ավարտել էին, մեկը Խարկովին, մեկը Գրոդնոյի բարարվեստի ուսումնարաններին էին ավարտել, Վանաձորում էլ են ժանտվել, մեզ մոտ էլ։ Ես իրանց առաջի աշակերտն եմ, Ալավերդում, ստեղից չեմ կար ասել, ու տենց եղավ, որ սկսեցինք պարել, գնացի պարի, դա ասենք ինձ համար
բաներ, ես չափից դուրս շատ սիրում էի դասական բաները։ Բայց իրանք նարոդնիկներ էին։ Ու ասենք ինձ բավարարում էր, քանի որ չկար ուրիշ տեղ որևէ բան։ Բարել եմ, թե վերջը, ասենք կարճացնեմ, գնացել եմ ծառայության, սովետական բանակում աշխատել եմ որպես պարուսույց, ընդեղ հետ եմ եկել երկրաշարժին։ 88-ին։ Հա, 88-ին ծառայությունից ազատվել եմ երկրաշարժի ժամանակ, չնայած եւ այդ ժամանակ ավարտվել էր արդեն ծառայությունս։ Մի փոքր հետո տեղավորվեցի Ալավերդու մշակույթի տանը, պարային խմբեր հավաքեցինք, սկսեցինք պարելը, այդ ժամանակ Ալավերդու թատրոնը ժող թատրոն էր, ոչ թե քաղաքային, այլ ժող թատրոն էր, թատրոնում սկսեցի մի փոքր զբաղվելը, 89-90 թվին թատրոնները միացրեցին պահպանելու համար, ու մեր թատրոնը միացրեցին Վանաձորի Աբելյանի թատրոնին, որպեսզի բոլոր դերասանները բաները ունենան կրթությունը, Ալավանի թատրոնը ուներ նաև ստուդիա, թատերական ստուդիա, հետո նոր նա դարձավ Աբելյան թատրոնը։ Ու մեզ ովքեր որ թատրոնում կան գրկեցին ստուդիայում, ճիշտ ասած ես այդ ժամանակ էլի դեր էի տանում, բայց ոչ բան, սիրել եմ, չէի ասի ես ինչ կարգի դերասան եմ, բայց ոչինչ, ու ստուդիայի ընդունվեցինք, պրոստը տենց ուզում էի, ինձ համար անբացատրել էր, թե խի եմ ուզում, Բեմը, կամ ասենք մեկ հարց են տալի, ինչի համար ես սիրում ես հենց հենց, կամ ուզում ես հենց հենց, որովհետև քո ներսը ուզում է, այսինքն ներսդ ոչ գույն է բացատրում, ոչ պատճառ է բռնում։ Այս ինչ մարդուն սիրում եմ հենց հենց, ինքը գոյություն ունի կա, կամ այս ինչ բանը սիրում եմ հենց հենց, որովհետև սիրում եմ։ Այդ զգացողությունը անբացատրելի է։ ինչ դեր էր խաղացիք։ Բայ 10 տարի եղել եմ արքայազն։ Այն ժամանակ շատ սիրում տղա էի։ Ես էի բժշկորերը կարում, ասենք շատ դերեր ենք խաղացել, շատ լավ ներկայացումներ ենք ունեցել, աննկարագրելի, ասենք ծառերը կանգնած են մահանում, շատ գեղեցիկ ներկայացում է, չգիտեմ, ասենք տեղյակ եք եթե չէ, խաղացել ենք Ֆիգարոն Քերոբինո եմ եղել, ծառերը կանգնած են մահանում, իսկական զավակը, որը փախած է եղել, նավագոտնիներում շատ համարյա 2-3 տարի ավել արքբանը մոխրոտիկ ենք խաղացել, անընդհատ այդ մոխրոտիկը մնացել է դուրս չի եկել, այնտեղ շատ հեքիաթներ եղել են, բայց մի խոսքով անչափ շատ է եղել։ Տաղանդը ժառանգել եք ձեր զավակներին խանցել եք։ Կարելի ասել, չնայած երկուսն էլ իմ, ասենք, մեկը շատ լավ նկարում գծագրում է, ինքը հիմա դիզայներ ճարտարապետ է, թենց ասեմ, մյուսը ճիշտ այդ բնակավարում չի աշխատում, բայց ավարտել է պարը, շատ գեղեցիկ պարով է, բայց դե իմ նման մեկ ուրիշ ուղղություն էլ ընտրել, որովհետև հենց մենակ պարով կամ մանով, ասենք, այս ժամանակում կերակրել կամ ապրել չի լինում, ասենք, որովհետև մեզ մոտ մեկ ուրիշ ձև է անարվում և մեկ ուրիշ ձև է գնահատվում, եթե Հայաստանում կամ Վանաձորում սոցիալական վիճակը միջինի չափլներ, չեմ ասում միջինից բարձր, էլի այդ արվեստները կաշխատեին, հիմա ասենք միջինից շատ ցածր է, էլի ինչ որտեղ ապրում արվեստը, ասենք, ոնց են ասում, սոված փորին բարել չի լինում շատ ժամանակ, հենց է։ Իսկ կարը դերձակությունը կարողանում է տուն պահել, ինչպես ասում են։ Հա։ Այդտեղ էլ չէ, պետք է որակ ապահովես, հաճախորդի հետ լեզու գտնես։ Որակ ապահովել, ասենք, դու պետք է լինես շատ լավ կարող ու շատ լավ կոնստրուկտոր, ճիշտ ասած հայերեն տարբերակը չգիտեմ, դու ամեն ինչից, ասենք, որ բերում են ձևափոխելու կամ ինչ-որ բան,
դու պետք է գիտենաս, ասենք այդ շորի կառուցվածքը, որ ոնց ձևափոխեց կամ ոնց անել։ Բոլորի կերպարի մեջ մտնել, չէ՞։ Երևի գուցե բեմից է գալիս, որ նաև այդ տաղանդը, թե մեկը մյուսին լրացնում են։ Սենց ասեմ, իմ պարագայում, ասենք, մեկը մյուսին լրացնում է։ Ես հետո մի ժամանակ, չգիտեմ, հեռուստացույցով երկուսով բան կար, մինիմիս արտահայտությունը, փոքր երեխեքը, ասենք, շորեր էին ցուցադրում, մենք դա միջև երկուսի կառույցը ցուցադրելը մենք Ալավերդում բացել էինք բոլոր արքայադստերը մեկ պարահանդեսում։ Դա եղել է 79 թվին, որ ուզեցինք, ասենք, այդ երկրաշարժից հետո երեխեքի մարդկանց մի քիչ բանի մեջ գցել, ու մենք Ալավերդում այդ անց ենք կացրել, դեռ Հայաստանում դրա մասին գաղափար չունեին։ Հետո հանկարծ իմացան, ու Ալավերդուց մի անգամից տեղափոխվեց Երևան, որ Երևան դեռ այդ ծրագիրը չունեին ու դարձավ իրանցը։ Այդպիսի բաներ, բայց էլի շնորհակալ եմ շատ երկար ժամանակ, ասենք, կարողացել եմ թե այնտեղ, ասենք, այնց երեխեք ներկայացնեմ, որ արժանի լինեն ուշադրության իրանց տաղանդը եւ հագուստներ, ասենք, բոլոր ներկայացված երեխեքին է, նաեւ իմ պարային խմբերի հագուստները։ Իմ պարային խումբը կոչվում էր Պարի եւ Զգեստի թատրոն։ Ես բոլոր պարերի արանքին, ասենք 4-5 խումբ ունեի ու բոլորի համերգը մեկտեղ էի անում։ Տարբեր խմբերին հավաքում էի մեկտեղ, որ մեկը մյուսին կարողանա լրացնել եւ վակի ու միջի, ասենք Պարից պար երկի բանի փոխարեն ես դեֆիլեներ էի ցուցադրում, որ շատ ավելի նոր բաներ ու երեխեքը շատ լավ էին զգում։ Ասենք, ոչ բոլորը ունեն երգելու տաղանդ, կամ ոչ բոլորը ունեն ասմունքելու տաղանդ, որ այն ժամանակ շատ հարկ էր, ասենք, թե պարերի, թե երգերի արանքին ինչ-որ նմանատիպ բան դնելու։ Ու անհատական ընտրություն չէ իրանում, որ այս երեխեն կարա երգի կամ արտասանի, այս երեխեն չի կարա։ Իսկ բոլորը, ասենք, ինչ-որ մի շորով մանգան թեկուզ, ասենք, շատ սովորական կարան։ Ու թենց ծածկում էի բոլորին, որ բոլորը մասնակցել, ոչ մի երեխա անտեսված չի եղել ու բան չի եղել։ Մինչև հիմա արդեն երևակայ անցել է, ես հիմա 57 տարեկան եմ, բավական ժամանակ իմ երեխեքը որտեղ տեսնում են, վայ, ինքեր կարեն, ես իրանց մեծ ընկերն էի։ Մենք թատրոնում մի հատ լավ դերասանի ունենք, Նաիրա Քալաշյանը, Աբելյանի տանը, չնայած Վալոդիա Գրիգորյանը մեր կուրսղեկն եղել, նա շատ հոյակապ մարդ էր, պրոստը մի օր Նաիրա Քալաշյանը սենց ասեց, ասավ երեխեք գույնով մտածեք, ասի ոնց գույնով մտածեմ էլի, ասավ քո ինչը որ մտածում ես ինչ ձևի է, ասի ես միշտ ասի տարօրինակ բաներ մտածում ես, պայծառ ծիծաղ բան, ասավ այդ պայծառությունը ինչ գույն ունի, ասենք արևի գույն, դե ասավ ոսկե գույն, ասում եմ հա, դե ասում դա գույն չի, ասում եմ հա, դե ասում այդ ձևի մտածի, այն մի գույնը ասավ սևա թե կապույտա, չի ասի ոսկե գույնի կողքին սևը ինչ պետք է անի, ասենք գոնե արտահայտ ինչ պետք է լինի, ասենք ես սիրում եմ ակվամարինը, ծովի կապույտը բան, դե ասավ հա, դա գույն ասավ, թենց որ մտածում ես հոգիդ էլ այդ ձևի լինում, ապրելդ գալիս, ուզում ես ապրես, թենց ասենք սկսեցի երեխեքի հետ խոսալ, ասենք դասերի ընթացքում ժամանակ է գտնում զրուցելու, երեխեքը կիսում էին, ինչն է թանձրանում, ինչն է ուրախացնում, ինչն է բան, դուրս եկա, որ ասենք մենք բացի բարից ունեինք ժամ, որ պետքա զրուցեինք, կիսվեինք ու 30 քանի հոգեր մի խումբը, բոլորի մասին գիտեի ամեն ինչ, բոլորը կիսում էին ինձ հետ, ես կիսում էի իրանց հետ, խորհուրդ էի տալի, դարձել էի մեծ ընկեր։ Այդպես նման բաներ։ Ասել է, թելերս գտնեմ ուրեմ դրել։ Շատ հաճախորդներ եք ունենում, ոնց են ձեզ գտնում, մեկը մյուսին ասելով, թե ուղղակի մոտով անցնելիս։
Եվ մոտովացնես չնայած դուք նայեցեք երևի գովաշ չունեմ, ես շատ վաղուց Վանաձորում աշխատում եմ, միջև Ռուսաստան գնալս կարում էի դեկորատիվ վարակույրեր, ձևավոր երևի քաղաքում, այն ժամանակ ամսվա կտրվածքով հերթ ունեի մոտս, հիմա որ դուրս գալուս մեկ բարձրանալուս, ստեղ վերևա վարակույրերի խանութ կա խաչմերուկի, նրա վրա նայեք դեռ իմ կարած դեկորատիվ վարակույրը մնում է, ճիշտ ասած հիմա նրանք մոդայից դուրս են եկել, թեպետ և մոդայի մեջ են, բայց ֆինանսական ծախսը չափից դուրս շատ է, ու այսօրվա դրությամբ միջին քաղաքացին իրան չի կարա թույլ տա, միջին ապրելակերպով էդ ունենա, էլի, բայց այն ժամանակ փառք Աստծո հնարավորությունը կար, ու հասանեկան շրջանը երեկոյան զգեցներ են կարում, հիմա ասենք դրանց բանը այն ժամանակ տան էի գործանում, որովհետև դպրոցում աշխատում է, ու ասենք նմանատիպ տեղի ունենալը ինձ չէր բանանում։ Հիմա դպրոցը չկա, այդ մասին մտածել արդեն տարիքը սեջի, որ որքե որևէ տեղ գտնեմ մի քանի տարի ամնացել բանի համար, Որոշեցի ստեղ աշխատում, հետո Ռուսաստանից հետ վերադարձա, ինչի համար գնացել էի լրիվ հասրեցի, կատարեցի, հիմա աշխատեմ ինքս ինձ համար։ Ճիշտ ասենք, երբեք արվեստից չես կարա հեռու մնաս, կամ արվեստից կտրվես, կամ սիրես, չսիրես, նա քո հիվանդությունն է։ Ասենք շատ ժամանակ սերը ասում են լավ բան է, բայց սերը չափից դուրս անհանգստություն ու տանջանք է տալ, չնայած հաճելի է նման բանում տանջվելը, բայց որ տանջում ես, պրծնում ես, նոր այդ հաճելիները, իսկ այդ բայի մեջ հաճելի չի։ Որովհետև քեզ ամեն ինչից զրկված ես զգում։ Հայրենիքի մասին խոսենք, հա։ Ալավերդին ձեր ծննդավայրը։ Ես սենց ասեմ, իմ ծննդավայրը Գյումրին է։ Մայրիկս Գյումրից է, հայրիկս Լոռոց է։ Ավելի շուտ այս կողմերից, Սպիտակի կողմերից, պապիկը երկաթուղային ա եղել, տեղափոխել են սանային կայարան երկաթգծի, աշխատելու 39 թվից, թենց էլ մերոնք մնացել են ընդեղ։ Ես ծնվել եմ շատ պատահական Գյումրիում, շատ սիրում եմ Գյումրին։ Կապ ունեք գնում։ Հա, իհարկե, մամայիս կողմի բոլոր բարեկամները ընդեղ են, բայց որ գնում էի, ընդեղ ինձ ծաղրում էին, ասում էին քոլեցին եկավ, գնում էի Սանահին, Ալավերդի, ասում էին կռոյի երեխեն։ Շատ ժամանակ կատաղում էի, ասում էի կա տեղ, որ գնամ ինձ բան չասեն, էլի, որտեղ գնում էի, բայց համ շատ խելոք երեխա եղել, համ շատ չար։ Հատուկ չարություններ էի անում, որ ոչ մեկը չեն անի։ Մի օր քեռուստունն եմ, գնացել ենք իր բարեկամի տուն, Ղոնախրան, հիմա Շիրակ գյուղ է կոչվում։ Իմացա, որ իր տղեն կանալում, շիլ կանալն է գնացել ողալու, բացատրեցին ոնց եմ գնալու, գնում եմ ու դաշտերի միջով անցնելուց կանացած բաներ են, քաց տալով գնում եմ։ Մեկ ընդեղի ջվում է, ծո, լախան են տրորի։ Կատուն ասում այ քերի, մեր լոռեցիների բարբարով լախանա կամ լախամկա, ասենք հենց ձորի բարբարով լախական թեշտի հետ է։ Ես էլ էտ եմ ընկալում, նայում, բան չկա, ամեն է։ Նոսի կկվալա ջան, ասամ, որ էգան չենք պրծնի։ Մի երևի մի երկու ժամ անց էր կացել, մի մարդ կես մեշով, մի քիչ շատ քալամ գլուխ դրա։ Դու գնդակի տեղ։ Հետա իմացա, որ քրոջ տղեն եմ, մամայ շատ սիրում էին, ընդհանրապես մամայիս մեծ եղբայրները գնացել են պատերազմ, չեն եկել։ Երկու քերին փոքր էին մնացել են, երկուսը մեկը բժիշկ ա եղել, մեկը բառեց ա եղել ու շատ լավ ճանաչելուց էին եղել։
Եվ պապիկիս էին շատ լավ ճանաչում։ Դրա համար ինձ դեռ բան չասացին, բայց քերուս խորհուրդ տվեցին, որ ինձ քշի։ Գյուղի թե չասում, ինք դաշտը Շատ վնաս կտակ։ Հետևից մերոնք որոշեցին տանեն հորաքրոջս տուն, հորաքույրս պապայիս մեծն էր, ու ամենամեծը, այդ գյուղ գնացի հիմա տանում ենք հորթերը արածացնելու, երեխեքի բաննա, գործն այդ, փոքր հորթերին տանում են արածացնելու տեղն էլ գերեզմաններն է, ասենք ուրիշ դաշտեր բաներ չեն տանում։ Նա ինչ փորձանքի գերեզմանների գլխին բեր։ Չէ, գերեզմանները չէ։ Սկսեցինք հորթերի մեջքին նստելը, մրցույթ էի կազմակերպել, նստում ենք հորթերի մեջքինում։ Հա։ Եկել իրիկունը, որ սուտ չխոսան մի 10-15 հոգի հորքուրիս դրանը հայտնվեցին։ Ճիշտ ասած հորքուրիս տուն շատերն էին գալի, ինքը տատիցս փոխանցված հեքիմ գիտես, չէ՞ ինչա։ Այդ ձեր բանն ուներ եւ դրանը դրսում բան ունեն, շինություն ունեն, կոչվում էր Արաբ ավետարան, հին ավետարան։ Ունեն դեռ փախից եկած համ բանը գաղթած էին մերոնք։ Դեռ ասենք բան են անում։ Գալիս են տեղնում են վարում, որ ասենք այդ ձև են թունել ու զարմացավ, թե քան ժողովուրդը մի անգամից այդ չեն եկել։ Եկան հետա բողոքելու, որ այսօր այդ ասեց Ռաֆիկիս տղենա, այդ Սաղի ջան հորքուրիսանն էր, այս երեխուն քշեց դից, թե չէ խայդարատ կերնին, կեզ գյուղում իշքան հորդ կասախ, մեջքերը կջարդեք, հա ինչ եղել, երեխետ խելոք ինչ արեց, ձեզ որ քշել, էսենց Կանա հորդ քշել ասորացրել, սա հորդերի մեջքերը կջարդեն։ Հետո քիչ չարություններ է կարել, չարաչություններ։ Դե ուրիշ զբաղվելու ոչ մի բան չկար։ Որպեսզի մերոնք ասում են, որ էներգիա սպառվի, ես ազատ ժամանակ չունեի դպրոցում։ Գնում էի բասկետբոլի, գնում էի ֆուտբոլի, գնում էի նկարչական, գնում էի բարի, ասենք այդ բոլոր տեղերը գնում էի, որպեսզի բան անեմ։ Տարով կապիկ, որ շատ սիրում եմ եւ ջրհոս։ Փետրվար։ Սիրում եմ փետրվարի 14-ին տարեդարձը բոլորը նշում են։ Այո, կրակի վրա թռչելով, չէ, ռոմանտիկ։ Ու ամենայն դեպս ես շատ եմ սիրում։ Սիրում եմ սիրահարված մարդկանց։ Նրանց բոլորի մեջ են ինչքան լավ բան, որ մարդկությունը ունի, սիրահարված մարդկանց մեջ կա։ Որովհետև նրանք ծաղկում են, բխում են, չգիտեմ, ինչ որ ասում ես, շփտում են, իրանց թվում է թե ամբողջ աշխարհն իրանց ամանավանդ, երբ որ ոնց են ասում, իրանց սիրուն պատասխանող կա։ Հա։ Շատ գեղեցիկ։ Իսկ ինչ վերաբերում է իմ կարին, իմ կարն էլ հրաշք, ինքն էլ տալիս է հնարավորություն մարդուն ինքնաարտահայտման։ Մարդ հագուստի միջոցով ինքնաարտահայտվում է, դրսևորվում է, ցույց է տալի իր ով ըլնելը։ Հագուստով կարող ես մարդուն որոշել, թե ինչ տեսակի մարդ է ինքը։ Ինչ մտածելակերպ ունի, ասենք, ինչ գաղափարի տեր է կամ ինչ դաստիարակության տեր է, ասենք, պահվելաձևից հագուստի դա լրի վերևում է։ Շատերը կան, ասենք, հիմա մոդաների տարբերություններ կան խիստ, կտրուկ, ասենք, թինթոնից սկսած, ասենք, բիժոնական ամեն տեսակի բաները կամ կլասիկը բան, այդ սուրավնո հագուստը ամենամեծ խաբարվզիկն է։ Մատնիք չէ, մարդու մասին, ով է ինչ է։ Շատ կարծիք կար ասկացում ես մարդու մասին, ասենք իր հագած հագուստով։ Ինչպիսին են ձեր հաճախորդները։ Իմ հաճախորդների 99%-ը իմ ընկերներն են, որովհետև, ասենց ասեմ, երբ որ դառնում է իմ հաճախորդը, դառնում արդեն իմ ընկերը դրանից հետո, որովհետև ես արդեն 16-17 տարի է այստեղ եմ,
2005 թվականից։ Հենց այս նույն տեղը։ Չէ, Վանաձորը։ Հա։ Ու ասենք ինչքան հաճախորդ եմ ունեցել, հիմա մենք բարեկամներ ենք, Խավորսանիկ ենք, մենք որի հետ, որ ասեն այնքան մտերիմ ենք, որ չգիտեմ։ Դենց կարի ասել, հետո իմ կարման սպեկտրը շատ մեծ է։ Հուսով եմ այս հաղորդումը դիտելուց հետո իմ սիրելի հեռուստադիտողներից շատերը եւս կգան եւ ձեր արտելի դուռը կբացեն։ Շնորհակալ եմ, համեցեք, եթե ցանկություն ունեք ցանկացած գեստ դալնի վերարկու, լինի քուր, կլինի մեղի գործ, լինի կաշվի գործ, ցանկացած գործ ես կարողանում եմ անել եւ 999%-ով պատվով դուրս եմ գալի տակից։ Շատ լավ։ Հաջողություն։ Հիշեք սիրելի հեռուստադիտող այս հասցեն ու եկեք այստեղ։ Արոն Կարապետի մոտ գնացի։ Ձեզ առողջություն, խաղաղ երկինք։